Սա անօրինակ քայլ էր համաշխարհային քաղաքական պրակտիկայում, երբ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չի տրվել անցկացնել նորմալ ընտրարշավ, հնարավորություն չի տրվել շփվել սեփական ժողովրդի հետ։ Իհարկե, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է դա արվում, կա բազային վախ, գաղտնիք չէ, բոլորը գիտեն, որ 3 ամիս պահանջել տնային կալանք նրա համար է արվել, որ ընտրությունների մինչև ընթացքը Սամվել Կարապետյանը հնարավորություն չունենա մասնակցի ընտրարշավին, որտեղ երբ որ նա մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ եւ Փաշինյանը վստահ լինելով, ճանաչելով Կարապետյանին անձնապես, վստահ գիտի, թե ինչ մարդիկ ինչ հետևության կգան, կհասկանան, որ երկրին նոր առաջնորդ է պետք, ուժեղ առաջնորդ է պետք եւ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմ, այդ իսկ պատճառով նրանք գնացին այս քայլին, որպեսզի ընտրական process-ներին Կարապետյանը չմասնակցի։ Եթե նրանք մտավախություն չունեն, որևէ մտավախություն չունեն, ինչու են տնային կալանքը երկարացնում, ինչ պատճառ կար կոչի համար տնային կալանք երկարացնելու։ Հիմնական պատճառը վախն է իշխանությունների սեփական ժողովրդին զսպելու ցանկությունը։ Ընդդիմադիր հայացքների դեմ արշավ է իշխանության կողմից այն իշխանության, որը երկար տարիներ եղել է ընդդիմություն եւ որը իշխանության է եկել պայքարելով ժողովրդավարության կոչերով, բայց մենք գիտենք, որ հենց հագել է այդ կոստյումը, սկսել է դուր գալ եւ նա վերածվում է սորական երկրների, սորական կոռումպացված համակարգերի իշխանիկների։